Տիկին Մանուկյան, դուք արդարացիորեն նկատեցիք, որ դուք եւս հիմա իշխանության մաս եք։ Եվ նաեւ պետք է, եթե ընտրվեք, հատկապես պետք է ձեր ներդրումն ունենաք ընդհանուր օրակարգերի իրականացման հարցում։ Արդարացիորեն խոսեցիք նաեւ դպրոցների, ճանապարհների մասին, կողմ եք, որ դրանք կառուցվեն, եւ սխալ բյուջեի կառավարումը, դա նաեւ չսարքված դպրոց է, մանկապարտեզ է, չսարքված ճանապարհ է, ճիշտ եք ասում։ Ես ճիշտն ասած ձեր Facebook-յան էջը նոր մտա, մի քիչ թերթեցի, ու տեսա, որ դուք ամենաակտիվներից եք ձեր խմբակցությունից, ով ամեն օր տեսանյութ էր հրապարակում, ասելով, որ եթե ԿՊ-ն վերընտրվի, գալու են 300,000 ադրբեջանցիներ։ Անկեղծ եմ ասում, ամեն օր գրեթե դուք նման տեսանյութ եք հրապարակել։ Հիմա լինելով իշխանության մաս եւ շատ կարեւոր, եթե ընտրվեք հանձնաժողովի նախագահ, ո՞նց եք տարբերակելու այդ դպրոցը կառուցվում է մեր երեխաների համար, թե ինչպես ձեր առաջնորդներ ասում, այդ դպրոց մանկապարտեզները ծառայելու են մի քանի 100,000 ադրբեջանցիների։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Հակոբյան, 300,000 ադրբեջանցիների թեմային բազմիցս անդրադարձել ենք, ինձ թվում է թեման արդեն սպառված է։ Հանձնաժողովում իմ աշխատանքը կառուցելու եմ այն տրամաբանությամբ, որ դպրոցը կառուցվում է հայ երեխաների համար եւ դպրոցի շահառուները հայ երեխաներն են, իսկ ինչ վերաբերում է այն վտանգին, որ ադրբեջանցիները գալու են եւ գուցե այդ դպրոցում սովորեն ադրբեջանցի երեխաներ, ես կարծում եմ, որ օրինակ նույն Հակա Սաֆարովյան օրենքը այստեղ ձեր կողմից ընդունելով կչեզոքացնենք այդ ռիսկը։ Շնորհակալ եմ։ Արձագանք։ Ինչ խոսք լավ էիք սկսել, ասելով, որ ձեր թեզերը ուղղակի նախընտրական տերոր էր, որևէ այլ բան չէր, որովհետև ասացիք աշխատելու եմ այն կանխավարկածով, որ հայ երեխաների համար են այդ դպրոցները, մանկապարտեզները լինելու, ինչևէ, բայց այս առիթից օգտվեմ մի հատ էլ դիտարկում անեմ, Տիկին Մանուկյան, մեր գործընկերների հարցերին վերաբերեցիք որպես գիտելիքների ստուգման, բայց ձեր գործընկերների նմանատիպ հարցերին, օրինակ հաջողությամբ օգտվելով նաև ձեր մոնիտորից պատասխանեցիք։ Որն էր տարբերությունը։ Ես օրինակ իմ գործընկեր պարոն Թունյանի ու ձեր գործընկեր պարոն Հարությունյանի հարցերի միջև որակական առումով, հա մասնագիտական առումով որևէ տարբերություն չտեսա։ Ինչն էր խնդիրը։ Եվ մի հարց էր, դուք կամովին եք որոշել թեկնածու լինել եւ կանգնել այստեղ հարցերին ստիպված պատասխանել, թե ոչ։ Տիկին Հակոբյան, հարցերը այնքան շատ էին, հիշեմ պատասխանեմ։ Առաջինը, ես չեմ ասել, որ դա նախընտրական տերոր էր, ոչ, դա մանիպուլյացիա է հիմա, ես ասել եմ, որ առաջնորդվելու եմ այն մտքով, որ դպրոցը կառուցում ենք հայ երեխայի համար, դա չի նշանակում, որ ես ասում եմ, որ մեր թեզը նախընտրական տերոր էր։ Սա սրա մասին, ինչ վերաբերում է, երկրորդ հարցը կհիշեցնեք։ Հա, հարցը, որին չեմ պատասխանել, ձևակերպման սկիզբը ինձ համար վիրավորական էլեմենտներ էր պարունակում ու ձեր համեմատությունը պարոն Հարությունյանի հարցի հետ տեղին չէ, նախորդած որակումների հետ համաձայն չէի, դրա համար չպատասխանեցի, եթե այդ հարցը այլ կերպ ձևակերպվի, սիրով կպատասխանեմ, ինչ վերաբերում է արդյոք ես ուզել եմ կամ չեմ ուզել, ես նման եմ մարդու, ում բռնի կբերեին այստեղ կկանգնեցնեին,